Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մթաֆյանն եմ, կարևորը նախ համարոտ։ Նավթի արդյունահանման երբևէ ամենամեծ խափանումը, Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի տնտեսական հետևանքը։ Մեծ գայթակղություն և մեծ ռիսկեր, Ալիևը կներգրավվի Իրանի դեմ պատերազմում։ Ադրբեջանի նոր ներխուժումների վերաբերյալ հիմնավորված փաստեր Պաշտպանության նախարարությանը, Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը փաստաթուղթ է ներկայացրել գերատեսչությանը։ Վարդենիսի տարածաշրջանում տեղ է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն։ 2000-ից ավելի բռնության դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական գործեր, քննչական կոմիտեն վիճակագրություն է հրապարակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները կոչ են արել Իրանի դեմ պատերազմից դուրս գալու ծրագիր մշակել։ Կոչերը հնչում են նավթի գների աճի եւ այն մտավախությունների ֆոնին, որ երկարատև հակամարտությունը կունենա բացասական քաղաքական ազդեցություն։ Լրագրողներին Թրամփն ասել է, որ Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը հիմնականում հասել է իր առջև դրված նպատակներին։ Նա չի նշել պատերազմը դադարեցնելու հստակ ժամանակացույց, ասելով սակայն, որ այն շատ շուտով կավարտվի։ Սակայն պատերազմը դարձել է նավթի արդյունահանման երբևէ ամենամեծ խափանման պատճառը։ Համաշխարհային նավթի արդյունահանման վերաբերյալ լուրջ խափանումների պատճառով նավթի գինը երկուշաբթի մոտ 4 տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 1 բարելի համար $100։ Նավթի գնի կտրուկ աճին զուգահեռ բարձրացել է նաև բենզինի գինը։ ԱՄՆ-ում բենզինի գինը մեկ շաբաթում բարձրացել է մոտ 50 ցենտով, հասնելով 1 գալոնի համար $3.48, ինչն ավելի բարձր է, քան երբևէ եղել է նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության 2 ժամկետների ընթացքում։ Այս ֆոնին Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսով զրուցելուց հետո հայտարարել է, որ նավթի գնի նվազեցման նպատակով Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ հնարավոր է չեղյալ հայտարարեն։ Թրամփը նաև չի բացառել, որ այդ սահմանափակումները հետագայում նույնիսկ հնարավոր է չվերականգնվեն։ Պուտինն ու Թրամփը հեռախոսով զրուցել են ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության 10-րդ օրը։ Մոտ 1 ժամ տևած զրույցի ընթացքում քննարկել են Իրանի շուրջ ստեղծված վիճակը, նաև Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար ընթացող բանակցությունները։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությանը կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը խոսել է Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության մասին։ Նրա խոսքով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում անօդաչուի միջադեպից հետո ինքն իր համար ստեղծել է կերպար, որը հանգեցրել է Իրանի հետ հարաբերություններում աննախադեպ սրման։ Ըստ փորձագետի, Իրանի դեմ աննախադեպ կոշտ հայտարարություններ են արել։ Բանակը բերել են մարտական պատրաստվածության, տարհանում են դիվանագիտական կորպուսը։ Լարվածության հնարավորությունը ես կգնահատեի 50-ից 50 հարաբերակցությամբ։ Գայթակղությունը կա։ Իրանի անկումը եւս մեկ հնարավորություն է Հայաստանին հարվածելու համար, բայց գայթակղությունից բացի կան նաեւ մեծ ռիսկեր եւ մտահոգություններ։ Իլհամ Ալիևը ցավակցել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի մահվան կապակցությամբ։ Այսպիսով, Ադրբեջանը ներկայիս հակամարտության մեջ մնում է թվացյալ չեզոք, հավասարակշռվելով Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի եւ Իրանի միջև։ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլետ Բահչելին հայտարարել է, որ Անկարան չի ցանկանում սադրանքներ տեսնել Թուրքիայի եւ Ադրբեջանի օդային տարածքում։ Բահչելին այս կապակցությամբ զգուշացրել է Իրանին։ Նա նաև դատապարտել է Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ սադրիչ գործողությունները։ Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն Պատրիոտ հակաօդային պաշտպանության համակարգեր է տեղակայել Արևելյան Մալաթիա նահանգում։ Թրամփն էլ զգուշացրել է Իրանին, որ եթե Թեհրանը փորձի խոչընդոտել նավթի հոսքը Հորմուզի նեղուցում, ԱՄՆ-ն կարող է հասցնել այնպիսի ուժեղ հարված, որը շատ ավելի ծանր կլինի, քան նախկինում։ Վաշինգտոնը շեշտել է, որ հնարավոր հարվածների թիրախում կլինեն այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումը կարող է լրջորեն դժվարացնել Իրանի հետագա վերականգնումը։ Աշխարհում տեղի ունեցող մյուս իրադարձությունները ռեպորտաժում։ Երեկ Իրանի նոր այաթոլլային Մոջթաբա Խամենեիին երդում տալու արարողություններ։ Թեհրանի Էնգլաբ հրապարակում մարդկանց բազմությունը հավաքվել եւ հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները թե հողի վրա,
թե դիվանագիտական ճակատում։ Էմանուել Մակրոնը Կիպրոսում հայտարարել է Ֆրանսիան ցանկանում է Հորմուզի նեղուցում բեռնարկային նավերի եւ լցանավերի համար ռազմական ուղեկցություն կազմակերպել։ Ֆրանսիան կուղեկցի ինչպես եվրոպական, այնպես էլ ոչ եվրոպական նավերին, հավելել է նախագահը։ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ Մերձավոր Արևելքում վիճակը ապակայունացնելու փորձերը կբարձրացնեն նավթի եւ գազի գները, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Հայտարարությունն արվել է այն ֆոնին, երբ Reuters-ը գրեց, Թրամփի վարչակազմը քննարկում է Ռուսաստանի դեմ նավթային ոլորտում պատժամիջոցների հետագա մեղմացման հարցը։ Իրանը գրոհի նոր ալիք է իրականացրել արձակելով գերծանր հրթիռներ։ Թեհրանի նշանակետում է եղել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկա-իսրայելական առնվազն 5 ռազմաբազա։ Իսրայելն Իրանի հերթական դպրոցին է հարվածել։ Այս անգամ Թիրախում Խոմեյն քաղաքի դպրոցներից մեկն էր։ Վնասվել են նաև մոտակա բնակելի շենքերը։ Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 500-ի, տուժել է ավելի քան 1300 մարդ, հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ն էլ հայտնել է մարտի 2-ից ի վեր իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 80 երեխա, տուժել 254-ը։ Հայտարարվել է, որ Թուրքիայի երկնքում հայտնված բալիստիկ հրթիռը Իրանից է արձակվել։ Հարցը պարզաբանելու համար հեռախոսով զրուցել են Էրդողանն ու Փեզեշքյանը։ Փեզեշքյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ընկած հրթիռները չեն պատկանում Իրանին։ Իրանի նախագահն առաջարկել է երկու երկրների միջև համատեղ հետազոտական խումբ ստեղծել Թուրքիայի վրա հրթիռային հարձակման մասին մեղադրանքները հետաքննելու համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, չնայած Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարձակվեցին իրենց միջուկային օբյեկտների վրա, բայց չկարողացան ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը։ Ադրբեջանը մարդասիրական օգնության խմբականակ է ուղարկել Իրան։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այն ներառում է սնունդ, ջուր, դեղորայք։ Պակիստանը 2 շաբաթով փակել է դպրոցները, իսկ կառավարության աշխատանքները տեղափոխվել են առցանց նավթի գների կտրուկ աճի պատճառով, հայտնել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Միասնության թևեր քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց։ Քաղաքացիական նախաձեռնության անդամները պաշտպանական գերատեսչությունից պահանջել են պատասխանատվություն ստանձնել 2025 թվականին Ադրբեջանի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ իրականացրած ոտնձգությունների համար։ Ըստ ակցիայի մասնակիցների, Ադրբեջանին հաջողվել է ոչ միայն ներխուժել Հայաստանի տարածք, այլև կատարել ամրաշինական աշխատանքներ, մասնավորապես Ջերմուկի ու Վարդենիսի տարածքներում։ Վարդենիսի տարածաշրջանում տեղ է ունեցել ադրբեջանական դիրքերի շինարարություն։ Ընդ որում, եթե մենք նայում ենք արբանյակային լուսանկարներով, հուլիսի 2025 թվականի հուլիսի 31-ի դրությամբ այս դիրքերը չկային։ Այս դիրքերը սկսել են կառուցվել, տեղ է ունեցել ամրաշինական աշխատանքներ, որոնց արդյունքում ամբողջ Վարդենիսի տարածաշրջանը սոտկի հանքը նայեք, սա մեր հատվածն է եւ ադրբեջանական դիրքերի առաջխաղացումները։ Սոտկի հանքը ամբողջովին գտնվում է ադրբեջանական վերահսկողության եւ դիտարկման տակ։ Նիկոլ Փաշինյանն էլ Փարիզում է, մասնակցելու է միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ վաղը Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանում։ Զուգահեռ իշխանության ներկայացուցիչներն այցելում են մարզեր, այս շաբաթ հերթը Արագածոտնի եւ Շիրակի մարզիններ։ Այցերը չեն անցնում առանց միջադեպերի։ Փաշինյանը լռեցնում է, կռվում, սրտիկում ու հուշանվերներ բաժանում։ Սուրճ, սուջուխ ու քաղաքական հարցեր։ Անի Աբաղյանն է ներկայացնում։ Մեր այցերը ցնցում են համացանցը, շատ լավ։ Գոհ է Փաշինյանը։ Այցերը ցնցում են համացանցը։ Նախ որոշում են, ինչ երգով են նկարում առավոտյան սրտիկով տեսանյութը։ Շատ ավելի շատ տարածում եւ համակրանք կստանա, քան What a Wonderful World։ Երկրորդ փաստարկը What a Wonderful World-ը դանդաղը։ Դանդաղը չէ, թող լինի ուրբաթ շաբաթ կիրակի երգը։ Թող լինի ու եղավ։ Ժպտա, միած ժպտա։ Ներքաղաքական քարոզարշավը շաբաթ օրն Արագածոտնի եւ Շիրակի մարզերում էր։ Աշտարակի սուջուխը կերան, Գյումրիում սուրճ խմեցին։ Փաշինյանի ուղիղ եթերներում էին դրանք։ Նաեւ աչ ու ձախ կրծքանշաններ էր բաժանում ու փակցնում Փաշինյանը։ Երեխեք եկեք սրանից մի հատ նվիրեմ ձեզ։
Լավ զարդ է։ Մերսի շատ։ Մի հատ էլ ձեզ։ Կապույտ ու դեղին երանգներով ավտոբուսի ուղևորների քարոզարշավը, որը կոչում են ներկուսակցական, աշտարակում եւ Թալինում հարթ անցավ, ի տարբերություն Շիրակի։ Մարալիկում մարտի 1-ի եւ մանկապարտեզի գործերով էին հետաքրքրված բնակիչները։ Մարտի 1-ից հարցնելով ասում էին. «Չտեսանք մեկին դատեք»։ Մարդի մեկի գոզուրա տեսնի։ Որտե մեկի հանգարի բռնած է, չկա։ Ոնց է ուր անցավ, ինչ ես ասում։ Արիտ։ Ով անցավ, արիտ։ Ուրա մեկը տեսնի, մեկին ուրա։ Նախ մի Դադում հավեմ զարգես արտիստեր տարենստել են։ Ում։ Քետ դադել են։ Բայց Ում։ եկա մարդկա սպանեցին մեկին չտեսում նստած։ կնստեն։ Իսկ մանկապարտեզի հարցը բարձրաձայնում էին Զորակապից Մարալիկ եկած տղամարդիկ։ Նրանցից մեկն ասում է. 5 թոռ ունի, բոլորն էլ մանկապարտեզի տարիքի են։ Ոնց անեն, եթե չունեն մանկապարտեզ։ Գյուղացին ասաց, հետո Փաշինյանն ասաց, հետո նորից գյուղացին, հետո խառնվեց համայնքի վարչական ղեկավարն ու նորից գյուղացին։ Փաշինյանի ուղիղ եթերում այս պատկերն էր։ Ինչքան պետք է լինի բա։ Մանկապարտեզը որտեղ է սարքենք, ինչ որ 1-ից 3 կիլոմետր հեռու ալնել։ Մենք չենք կարող մանկապարտեզն են սարքենք, որ բոլորի հայաթումը լինի։ Ասենք ինչ որ մեկ Մարալիկում Փաշինյանը մտավ բնակիչների տներ ու վարակույրներից փակցրեց կրծքանշանը, որն ըստ իրեն Այս վարակույրից եթե թույլ տակ կախենք, սենց մի հատ Հայաստանի քարտեզն է։ Թող հաջողություն բերի դերտանի։ ավտոբուսն ուղևորվեց Պեմզաշեն, հետո Արթիկ։ Փաշինյանին ջերմ բարևներ մաղթողների մեջ մեկ քաղաքացի կար, որ այլ հարցով էր եկել։ Արցախի ու կաթողիկոսի վերաբերյալ հարց ու թեժ քննարկում սկսվեց նրանց միջև։ Մենք ունեցել ենք մեր տարածքները, սկսած Արցախով, դուք որպես հայ, ես հասկանում, որպես հայ եւ վարչապետ, դուք ընդունում եք, որ Արցախը հայկական տարածք է եղել։ Սահակյան ջան, հայկական տարածքի մասին խոսք չի, ես Կաթողիկոսին ընտրում են աշխարհի հայերը, ինչպես կարող է վարչապետը չընդունել։ Փաշինյանն արձագանքեց։ Մի րոպե, ու կաթողիկոս չկա։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկ։ Քեզ համար կաթողիկոս կա, Հայ ազգի կարող է ձեզ համար չլինի։ դուք հայ ազգը չեք ներկայացնում։ Լսեք։ Գյումրիում քարոզարշավը հանդիպումներով չսահմանափակվեց։ Փաշինյանը միացավ Գյումրիի բենդերից մեկին։ Այս անգամ ոչ թե ուրբաթ շաբաթ կիրակին նվագեցին ու սրտիկներ արեցին, այլ Արագածոտնի եւ Շիրակի մարզերում քարոզարշավն ամփոփեցին նախ հավաքի ընթացքում։ Առաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն 3։ Ամփոփումը շարունակվեց ավտոբուսում։ Վիդեո դեռ կհրապարակենք, շատ թաքուն վիդեո է, որ 1 ժամ 10 րոպե տևած ամփոփումից հետո ուղիղ եթերն ավարտվեց ու սկսվեց սա։ Ու սա էլ ավարտվեց։ Անի Աբաղյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Քննչական կոմիտեում 2025 թվականի ընթացքում մտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 2398 քրեական վարույթ, որից 630-ը փոխանցվել է 2024 թվականից։ 380 քրեական վարույթ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկել են դատարան, եւս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկել են դատարան։ 972-ը կարճել են, 32 քրեական վարույթ ուղարկել են այլ մարմին։ Ճամպրուկը հավաքելը հեշտ է, սակայն այդ փուլին հասնելը ոչ միշտ։ Մի դիմումի համար պետք է հավաքել տասնյակ փաստաթղթեր, գրանցվել հերթին եւ երբեմն շաբաթներով սպասել պատասխանին։ Ճանապարհորդությունը հաճախ սկսվում է ոչ թե օդանավակայանում, այլ դեսպանատանը, դիմումից։ Ինչ ճանապարհ է անցնում վիզայի դիմորդը եւ ինչ է անհրաժեշտ այդ մեկ կնիքը ստանալու համար, ռեպորտաժում։ Ճամպրուկը հավաքելը հեշտ է, սակայն այդ փուլին հասնելն այդքան էլ հեշտ չէ։ Մեկ դիմումի համար պետք է հավաքել մի քանի տասնյակ փաստաթղթեր եւ սպասել քո հերթին։ Ճանապարհորդությունը հաճախ սկսվում է ոչ թե օդանավակայանում, այլ դեսպանատան դիմումի ձևաթղթից։ Իսկ ինչ ճանապարհով է անցնում վիզայի դիմորդը։ Ինչ է անհրաժեշտ այդ կնիքն ստանալու համար, փաստաթղթերից ֆինանս։ Վիզայի գործընթացը սկսվում է հենց փաստաթղթերը հավաքելուց, սակայն նախքան փաստաթղթերը հավաքելն անհրաժեշտ է ժամանակին դիմել դեսպանատուն։
Տուրիստական գործակալությունները խորհուրդ են տալիս գործընթացն սկսել ճամփորդությունից 6 ամիս առաջ, բայց տոմսը գնելն ու դրանից հետո վիզա ստանալու հարցով զբաղվելը սխալ հերթականություն է։ Շատ հաճախ օրինակ կարող է ավիատոմս գնեն եւ օրինակ մատչելի ավիատոմս ձեռք բերեցին եւ շատ դժվարությամբ արդեն դեսպանության տեղերի հարցն են առաջանում։ Այսինչ դեսպանությունը վիզաների կենտրոնին տրամադրում է օրական 60 տեղ, որ կարող է դիմումատու ընդունել 60 հոգի ընդամենը։ Այս առումով թռիչքները օրական, օրինակ դեպի Իտալիա ունենք 4 թռիչք, 5 6 նայած որ որքան այդ 180-ից 220 տեղանոց օդանավերի համար հնարավոր չէ հասցնել, որ բոլորին տեղ ապահովի։ Իսկ փաստաթղթերը հավաքելու process-ն այնքան էլ բարդ չէ։ Այն կարող է անել յուրաքանչյուր մարդ, որը ծանոթ է ընթացակարգին։ Ինչ փաստաթղթեր է պետք հավաքել։ Նախ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունենան այստեղ կապող բան, այսինքն աշխատանք։ Կազմվում է առաջնայինը գրագետ դիմում հայտ, լուսանկար է անհրաժեշտ լինում, արդեն հետևելով թե տվյալ պետությունը ինչ չափի լուսանկար է, պահանջում դիմումատուից, բանկային հաշիվների մնացորդ, քաղվածք, այսինքն էլի նախընտրելի է, որ գործարքները կատարվեն իրենց քարտերով, սեփականության վկայականներ եւս դիտարկվում են դրա։ Վիզայի համար պետք է հատկացնել ֆինանս, դիմորդը վճարում է դեսպանատան պետական վճարը, սպասարկման կենտրոնի ծառայության վճարը, երբեմն նաև միջնորդ կազմակերպության ծառայության համար։ Շենգենյան մուտքի արտոնագրի արժեքը 35 եվրոին համարժեք դրամ է կազմում, իսկ արդեն վիզա կենտրոնների արժեքը տատանվում է 7000 դրամից մինչև 33000, 40000 դրամի կարգի, արդեն կախված պետությունից։ Իսկ տուրիստական ընկերությունները տարբեր փաթեթներ կազմելու համար արդեն տարբեր արժեքներ են գանձում, նույնիսկ այդ տեղերը, ամրագրելու համար եւս գանձվում է վճար, որովհետեւ եթե դրանք սովորական ձևով են հատկապես ամրագրվել, ինչպես նշեցի աշխատակցի կողմից, շատ արդարացված են։ Շատերի համար ամենաբարդ փուլը հերթում գրանցվելն է։ Դեսպանատների եւ վիզայի կենտրոնների առցանց համակարգերում ազատ ժամերը հաճախ արագ սպառվում են։ Ինչ գործիքներ ունեն տուրիստական ընկերությունները ձեռքի տակ։ Կան շատ համակարգեր, որոնք որ ստեղծվել են այդ վիզա կենտրոնների տեղերը որսալու համար, դրանք կոչվում են բոտ համակարգեր։ Սրանք եւս մեզ հետ սովորական մարդկանց մահկանացների հետ միասին միաժամանակ աշխատանք են տարում։ Օրինակ լինում է իրավիճակ, ամիս, որ աշխատակից, այսինքն մարդկային ֆակտորով կարողանում է ամրագրել այդ ինչ տեղը վիզա կենտրոնում, բայց լինում է ամիս, որ արդեն վերջ չի լինում, քանի որ գործի են անցնում գործիքակազմը։ Բայց երբեմն երկար սպասումն ավարտվում է ընդամենը 1 բառով՝ մերժում։ Մասնագետների խոսքով վիզայի դիմումը մերժում են ոչ լիարժեք փաստաթղթեր ներկայացնելու, բանկային շարժի, աշխատանքի վայրից տեղեկանքներում եղած սխալների պատճառով։ Կա նաև եւս մեկ սխալ, որը հաճախ անում են ճանապարհորդները։ Ազատ տեղ են գտնում այլ երկրի դեսպանատանն ու վիզա ստանալուց հետո գնում են այլ երկիր։ Սա հետագայում կարող է լուրջ պատճառ դառնալ մերժման համար։ Վիզան պարզապես կնիք չէ անձնագրում, դա հստակ գործընթաց է, որին պետք է լուրջ մոտենալ, որովհետև ճանապարհորդությունը սկսվում է ոչ թե օդանավակայանից, այլ ճիշտ ու գրագետ լրացված դիմումից։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abc-media.am։ Լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, եթերում կլինի Աննա Սարգսյանը։